Սիրելիներս, Աստվածորդն է բոլորիս, ուզում եմ մի հետաքրքիր ու կարևոր բանի մասին խոսել, որ ճակատագիրի մասին։ Գիտեք, շատերը հարցնում են ու երևի թե շատերին նույնպես հետաքրքրում է, ինչ է ճակատագիրը, կամ արդյոք կա ճակատագիր կամ թե չկա։ Գիտեք, ուզում եմ խոսել Աստվածաշնչից, ուզում եմ այս հարցին պատասխանել համաձայն Աստծո խոսքի։ Ինչ է ասում Աստվածաշունչը։ Գիտեք, շատ անգամ մենք սովոր ենք կամ լսել ենք կամ մեր ականջներին այսպես սովոր է ու ընդունելի է այն քաղցր սուտերը, որը որ մենք ժամանակին լսել ենք։ Ու ուզում եմ մի պատմություն պատմել ու ուզում եմ Աստվածաշնչից մի քանի տեղ կարդալ։ Գիտեք, սրանից մի քանի տարիներ առաջ էր, կարելի ասել 2013 կամ 14 թվին էր, երբ որ ես նոր էի Հայաստան եկել ու մի դեպք էր տեղի ունեցել մեր մոտիկի եղբայրը իր ընկերների հետ, ոնց որ 4 երիտասարդ տղա, 22-23 տարեկան տղաներ, որոնք որ մեքենայով պատին էին խփել ու 4-ն էլ մահացել էին։ Շատ սարսափելի դա տեսարան էր, երբ որ մենք գնացինք այս ամեն ինչին մասնակցելու ու իրար հարևաններ էին այս տղաները։ Գիտեք ինչն էր հետաքրքիր, երբ որ դուրս այսենց կանգնում էի տղամարդկանց կողքերը ու ամեն մեկը մի բան ասում էին։ Մեկն ասում էր, դե ախպեր, էս էր իրաց ոնց որ ճակատագիրը։ Այն մյուսներն ասում էին, թե Աստված լավերին է այնտեղ տանում։ Այն կեսը ուրիշ բան էին ասում։ Մտնում էի ներս, կանայք ասում էին, թե Աստված ջան, դու տվիր, դու էլ տարար։ Ու գիտեք, այս ժամանակ Աստվածաշնչից այսքան է տեղյակ չէի կարդալ Աստվածաշունչը։ Ու իմ մեջս էր հարցեր շատ անգամ առաջանում, Աստված ինչի ես ոնց որ դու տվիր, դու տարար։ Գիտեք, մինչև որ կարդացինք Աստվածաշունչը, հասկացանք Աստծո կամքը։ Ու գիտեք, ուզում եմ հենց այս տեղը կարդալ ձեզ համար, սիրելիներս, որպեսզի պարզ լինի, որ Աստված բարի Հայր է, ինքը ոչ մեկի մահը չի ցանկանում ու ոչ մի դժբախտության, հիվանդության, մահի հեղինակը դա Աստված չի, այս սատանան է։ Ու գիտեք, սատանեն ուզում է շատ անգամ, որ մարդիկ ամեն վատ բանն էլ վերագրեն Աստծուն։ Գիտեք, երբ որ գողը մտնում է մարդու ընտանիքը, ինքը երբեք չի ուզում իմանալ, որ գող կա տան մեջ, այ ուզում է, որպեսզի այս ամեն ինչը մեկը մյուսի վրա կասկածեն, բայց գողը չհայտնաբերվի։ Այսօր ես ուզում եմ, սիրելիներս, համաձայն Աստծո խոսքի այն ճշմարտությունը խոսամ, որ դու գիտակցես ու հասկանաս հիմա ում ձեռագիրն է քո կյանքի մեջ գործում։ Ու կարդում եմ Ժողովող 7-րդ գլուխ 16-րդ խոսքը։ Նայեք ինչ է ասում Սողոմոնը։ Ասում է. «Խիստ անբարիշտ մի լինիր եւ հիմար մի լինիր, ինչու համար տարաժան մեռնես»։ Ուզում եմ ռուսերեն է կարդամ, որովհետև ռուսերենն էլ է շատ գեղեցիկ գրված, ասում է. «Не предавайся греху», ասում է մեղքիդ մի տրվիր, и не будь безумен, ասում է հիմար մի եղիր։ Зачем тебе умирать не в свое время։ Ասում է ինչի մահանաս ոչ քո ժամանակիդ մեջ։ Համար 1, երկրորդ տեղն եմ կարդում։ Այսինքն այս տեղը մենք տեսանք, որ Աստված ունի մարդու համար ժամանակ, կյանք, երկար տարիների կյանք։ Ուղղակի մեր ժամանակը չի ներում ու դա Աստվածաշնչյան դպրոց չէ, որ այսպես հատիկ, հիմա ցույց տամ Աստվածաշնչով։ Աստվածաշունչն ասում է մարդու համար Աստված սահմանել է տարիք, ինչքան Ծննդոց 6-րդ գլուխ 120 տարեկան։ Ասում է մարդ ապրում է մինչև 70 տարեկան իր զորությունով, 70-ից հետո Աստծո ողորմությունով։ Այսինքն կան Աստծո կողմից նախասահմանված արդեն տարիք մարդկանց համար։ Ու այստեղ ասում է մեղքի մի տրվիր, մի եղիր հիմար, ինչի մահանաս ոչ քո ժամանակիդ մեջ։ Ու գիտեք, այս երիտասարդների մասին, որ խոսում եմ, նրանք խմած, նրանք ուրիշ վատ բաների ազդեցության տակ, այսենց գնացել մտել էին պատի մեջ։ Ու ոչ մեկ չէր ասում. լսեք, այս ամեն ինչի հեղինակ ու մեղավորը սատանեն էր,
որովհետև ամեն չար բանի հեղինակը սատանեն է։ Ինչի համար մեղքին տրվիս, ինչի համար օգտագործես արգելված բաներ, հետո ես չգիտեմ, այսինքն վատ բանի հանդիպես ու ամեն բան գցեն Աստծու վրա վերագրեն։ Երկրորդ տեղն եմ կարդում։ Նայեք ինչ ասում է, սակայն ահա սա գտել եմ, որ Աստված մարդիս ուղիղ է ստեղծել, բայց նրանք շատ հնարքներ են որոնել։ Ռուսերեն եմ կարդում։ Что я понял? Бог правым создал людей, но люди нашли много путей ко злу։ Ասում է, ինչ ես հասկացա, որ Աստված ստեղծել էր մարդկանց ուղիղ, բայց մարդիկ շատ չար ճանապարհներ որոնեցին։ Այսինքն Աստված չէր, որ այս չար ճանապարհները ինքը մարդկանց տվել էր, այ մարդիկ որոնեցին։ Գիտեք, շատերը այսօր ասում են, դա ախպեր, բայց չխմենք մի հատ։ Աստված այս բարիքը ստեղծել է։ Լսեք, Աստված այս բարիքը չի ստեղծել խմելու, անջատվելու համար։ Աստված ստեղծել է այս բարիքը բժշկական բժշկության համար, որպես դիզինֆեկցիա, որպես ուրիշ, որպես դեղմիջոցային բաների համար է ստեղծել, սպիրտը չի ստեղծել, որ խմենք անջատվենք։ Ասում է, ախպեր, նարկոտիկը բան Աստված չի ստեղծել։ Չէ, Աստված է ստեղծել, բայց չի ստեղծել, որ ընտանիքներ փլվին։ Գիտես ինչի համար է ստեղծել։ Որպես ցավազրկող, որպես նարկոս, որպես մարդկանց կարողանան վիրահատեն։ Աստված, դանակ է ստեղծել։ Դանակով դու կարող ես մարդ սպանես, դանակով դու կարող ես հաց կտրել ու հաց տաս։ Նայած թե ում ձեռքի մեջն է այս դանակը։ Նույնն էլ, ես կարամ ասեմ այն մնացած բաները, նայած թե ում ձեռքերի մեջն է։ Եթե մարդիկ կան, որոնք որ ասում, ոնց որ Աստվածաշունչն է ասում է, իրանք շատ ճանապարհներ են որոնում դեպի չար, այսինքն չար բաներ են նրանք որոնում։ Սրա մեջ Աստված ինչ կապ ունի, սիրելիներս, մի հատ կարող եք ասեք։ Հիմի Աստված այս մարդկանց համար գրել էր 23, 22, 24 տարեկան, իհարկե ոչ։ Աստված նրանց ասել էր հարբած, ես չգիտեմ, մի ուրիշ վատ բան է ազատության տակ ղեկին չնստիկ, ասել էր։ Հիմա Աստված այդտեղ մեղավոր է։ Սիրելիներս, արեք, որ ասում է անկեղծ լինենք, Աստվածաշունչն ասում է, Աստված ասում է, անկեղծի հետ անկեղծ եմ, ուղիղի հետ ես ուղիղ եմ։ Պետք չէ էլի ամեն բան գցել Աստծու վրա։ Ու խնդրում եմ, քավության նոխազները մի գտեք, որ սենց ամեն ինչ բարդում են Աստծու վրա։ Կամ ես չգիտեմ, մարդիկ կան, որ ընդհանրապես ծուլ, գիտեք, Աստվածաշունչն ասում է, որ ծուլ մարդ է, ծուլությունը դա մեղք է, որ չես աշխատում։ Դու որտեղ ես պիտի գումար վաստակես հաց առնես։ Ու հիմա սենց պարկած ասում ես ղեկավարությունն է, ես չգիտեմ, մեղավոր կամ այս աշխարհ չէ, կամ Աստված դրել է ջգողություն։ Աստված չի դրել ջգողություն, ուղղակի պետք է աշխատել, սիրելիս։ Լավ, ու երրորդ տեղն եմ կարդում, նայեք ինչ ասում Աստված, ասում է, այսօր երկինքը եւ երկիրը վկա եմ կանչում ձեզ վրա, որ կյանք եւ մահ, օրհնություն եւ անեծք ձեր առաջին դրի։ Ուրեմն կյանքը ընտրիր, որ ապրես դու եւ քո սերունդը։ Ճուժը խոսքերը։ Ասում է, ձեր առաջ դնում են կյանք ու մահ, օրհնություն ու անեծք, որը կընտրեք։ Ասում է, եթե կյանք ընտրեք, համ դուք կապրեք, համ ձեր սերունդը կապրի։ Գիտեք, սիրելիներս, այն ժամանակներ է, որ աշխարհի կյանքով է ես էլ ապրում։ Իմ պապաս ծխախոտ էր ծխում միշտ տունը։ Ու երբ որ ծխում էր, ու միշտ ինձ ասում էր, գիտես ինչ կա, նայա հանկարծ ես քեզ չտենամ, որ դու ծխես։ Ու միշտ մտքիս մեջ մտածում էի, եթե ինքը սենց վատ բան է, հայրիկ, բա դու խի ես ծխում։ Այսինքն դու պետք է լինես ճիշտ օրինակ, ոչ թե խոսալով, այլ գործով։ Եթե դու գործով կյանքն ես ընտրում, օրհնությունն ես ընտրում, քո սերունդներն է կտենան, որ իր հայրը կամ իր մայրը կամ պապիկը, տատիկը, ես չգիտեմ, ճիշտ որոշում են կայացրել, ճիշտ արժեքների, ճիշտ ճանապարհի վրա են կանգնել։ Իրաք է կցկտեն այս ճանապարհի չէ հեռանալ։ Բայց եթե դու սիգարետդ բերանդ կներես,
շատ վատ բանի ազդեցության տակ տուն ես մտնում ու մի հատ տանը մթնոլորտն է շատ վատ ձևի բացասական փոխվում ու ասում ես նայեք հանկարծ ես չտենամ եղբայր խնդրում եմ քեզ աղբերս փոխիր քո կյանքը դա ճիշտ չի համ դու քեզ ես ապականում համ դու քեզ ես վարի տալիս համ է քո սերունդներիդ ես գիտեմ հիմա այն բառերը շատերի համար շատ ծանր ու դառն են թվում բայց սրա մեջ կա ճշմարտություն սիրելիս կարող ես հիմա իմ խոսքերս վերցնես ինձ քարկոծես միանգամից ներփակվիս քո մեջ բայց կարող ես վերցնես այս խոսքերը կիրառես ու ունենաս մեծ պտուղ ու ունենաս ճիշտ ազդեցություն քո ընտանիքիդ վրա ես ուզում եմ հիմա աղոթել քեզ համար եթե իմ խոսքերս քեզ կպավ իրականում հասկացար որ մի բանի մեջ դու քեզ բռնցրիր գիտես ուղիղ եղի ճիշտ եղի արտար եղի Աստծո առաջ Աստվածաշունչ կարտա քո միտքդ կսկսե բացվել ու ուժ ու զորություն կունենաս որ ճիշտ որոշումներ կայացնես ճակատագիր չկա ու եթե այսօր դու վատ բանի մեջ ես ու ասում ես դա Աստվածը ինձ այդ ձև է ստեղծել սիրելիս ասում եմ դու սխալվում ես այսպիսն բան չկա Աստված ստեղծել է քեզ ուղիղ դու ես չար ճանապարհների այսպես որոն է կամ քեզ համար ստեղծե ու այսօր կանգնել ես այս ճանապարհների վրա ու ամեն բան բարդում ես Աստծո վրա Աստված այստեղ մեղավոր չէ սիրելիս դա դու ես ընտրությունը կայացրել ու հիմա եթե դու ուզում ես իրականում դու համաձայն ես որ դուրս գաս այս չար ճանապարհից դու ուզում ես այս ուղու վրա ճիշտ կանգնես ես օրհնում եմ Հիսուսի անունով քո կյանքդ կարող ես այս ձեռքդ դնես դոշիդ այսինքն ներսով կանչիր Հիսուս անունը ու ես կօրհնեմ քեզ Տեր իմ Աստված Հիսուսի անունով ես աղոթում եմ իմ հենց հիմա նրանց համար ովքեր որ նայում են ում որ այս խոսքերը կպնում է ու քո սուրբ հոգին աշխատում է նրանց սրտերի հետ ես հազում եմ նրանց քո սուրբ ձեռքերի մեջ Տեր ջան ու խնդրում եմ որ քո կամքդ կատարվի նրանց կյանքերի մեջ ու խնդրում եմ Աստված որ քո փառքը դիչնի նրանց ընտանիքների մեջ եւ ամեն տեսակի խավար լուսանա ամեն տխրություն հեռանա եւ ամեն տեսակի մոլորություն Հիսուսի անունով թող հայտնապես կորչի այս մարդկաց ընտանիքի մեջից Քրիստոսի զորավոր անունով ես խոսում եմ խաղաղություն ուրախություն ու արտարություն Հիսուսի անունով Աստված օրհնի քեզ սիրելիս